Միակ ազգը, որը Կարմիր հրապարակում ունի եկեղեցի ձևը չի գտել, ինչպես այդ եկեղեցու էությամբ մոտենա ռուսին։ Ռուս թագավորը, ցարը, հայկական եկեղեցի է կառուցում Կարմիր հրապարակում, երրորդ գմբեթը, Սուրբ Մարիամ, Հիսուս Քրիստոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մնացած 6-ը հետո է շինած։ Հայը ունի Կարմիր հրապարակում եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայ ոչ մի ղեկավար եկեղեցու մեջ չի հանդիպել ռուս ղեկավարի։ 15-րդ դար 1553 թիվ ի երախտագիտություն հայ թնդանոթաձիգների, որոնց շնորհիվ Կազանն ու Աստրախանը գրավեցին եւ թուրքերը փախան Ադրբեջանի կողմը այսօրվա։ Ի երախտագիտություն հայ թնդանոթաձիգների Իվան Գրոզնին շինեց հայկական եկեղեցին Կարմիր հրապարակում եւ 1 տարով ազատեց հայ առևտրականներին վարկ եկամտահարկ վճարելուց։ Դու ունենաս այս անցյալը, դու ունենաս այս կապը, դու ռուսին հայը ոնց է դիմավորում, բայց մեր այնպիսի վիճակ ստացվեց, որ ամերիկացիք 30,000 որբ են պահում Գյումրիում, բոլշևիկը գալիս է եւ բոլշևիկը գալիս է եւ Գյումրիում 30,000 որբ պահող ամերիկացիներին ասում է օքեյ շարունակեք կերակրել, բայց անունը դնում եմ Լենինակա։ Եվ այդ Լենինը ինքը հերագիր է տալիս, ասում է ինչպես եղան սոցիալիզմի կառուցման գործը Թուրքիայում Աթաթուրքին, պատասխան շնորհակալություն թնդանոթների համար, շնորհակալություն ոսկու համար, շնորհակալություն հրացանների համար, շնորհակալություն զինվորական օգնության համար, սոցիալիզմի մասին կխոսենք հետո։ Այս այն անձն է, որը կոմիսար է դարձրել փաշաների կոչումները Մոսկվայի պայմանագրով հողը թուրքին տալով։ Բառապաշարը կարևոր է։ Եթե հայ քննիչը, հայ բանակցողը չի օգտագործում սոցիալիզմ, հակաիմպերիալիստական, Թուրքի հետ մեծանալու, մերձենալու հիմքը եղել է մուսուլմանական աշխարհում սոցիալիզմ տարածելը։ Լավրովն ու Պուտինը իմ հասակակիցներն են, նույն պրոպագանդայի զոհերը մի բառ չի օգտագործում։ Ալիևը ինքը չի ասում, որ Արցախն ու Նախճեվանը Լենինը տվել է, որ Ադրբեջանը մնա Ռուսաստանի կազմում։ Մեր միամիտ իշխանության եկողն էլ ասում են Ղարաբաղ Ադրբեջանի կազմում է, այդտեղ եթե գրեիքես ճիշտ ես, բայց եթե ասես Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմում, երբ նա ՍՍՀՄ-ի կազմում է, այդպես է եղել։ Բայց եթե որ գրեիք ես դու ասենք պատմություն չես ուսումնասիրում, քո ասած ձևով դժբախտ ես, որ մեկին ես ծառայում, եթե այդպես է, չգիտեմ, չմեղադրեմ մարդուն։ Ալիևին մեկը չի ասում հարց տուր, հարգելի Ալիև, ինչու Աթաթուրքը փոխեց փաշաների կոչումները դրեց կոմիսար։ Հարգելի Ալիև, ըստ Լենին-Աթաթուրք բանակցությունների Ադրբեջանը մնալու է Ռուսաստանի կազմում, եթե Արցախն ու Նախճեվանը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Դուք հիմա Լենինյան նվերներն առած փախնում եք, ինչու չեք մտնում Ռուսաստանի կազմի մեջ։ Ես չեմ ուզում պայմանագիր այդպես է եղել։ Ուրեմն այնտեղ նույնիսկ Տարասովի ելույթը չգիտեմ նայեք, հարգելի հայեր, Ստանիսլավ Տարասով ելույթն է Россия организовала геноцид Արմենիի, բացահայտ ասում է, առ այսօր Լենին-Աթաթուրք գրագրությունը գաղտնի է, չեմ բացում։ Եթե ես ասում եմ իմաստությունը համար առաջին առաքինությունն էլ ինքն է չի տալիս ճշմարտությունն իմանամ։ Հետո էլ ուզում եմ, որ ես հետը լավ լինեմ, ես զգում եմ, որ ինքն էլ է հիվանդ։ Մի մարդ, որ մինչև հիմա տամբարանը պահում է, եւ կողքի եկեղեցին Սաբոր Վասիլը Բլաժենովը դարձրել է մյուզեում, մարդ հա պաշտում, Աստծուն թող,
Мавзолеизированное мышление влияет на Кремль пока. Հաջորդ սերունդը կհասկանա դա ինչ է։ Ինչի են դրել ընդը։ Ստալինին պետք էր, որպեսզի գիտենա, որ ինքն է կոնտրոլը։ Հետո հայնքը գնաց, հետո մնաց մավզալեի մնա։ Պատմությունը նայ, քանի ինքը հայից ստանալիք ունի ռուսի հետ լավ է, ռուսին է թվում է տենգեր է դարձը, բոլոր ռուսական գեներալները, որոնք Շոյգուի տեղակալներն են, բանդարկված են, նրանք արեցին Ղարաբաղի հարցը, Ալիևի մղձավանջը Բելաուսովի գալուցը, ռուսը 18 թվից, ես կարծի 1918 թիվն է իր ասում, մեր մետ ինչ որ կատարվում է առաջ Մոսկվայում է լինում։ Եվ մենք պետք է դա տեսնենք։ Նա մեր թշնամին չի, բայց մենք ձևը չենք գտե ոնց մոտենանք, եթե ռուսը հայտարարում է, որ мы с Турцией провели блестящую операцию в Карабахе, ամեն ինչի կհավատա։ Իր թշնամու հետ, Էրդողանի հետ, Էրդողանը արդեն ասում է, Ղարաբաղում եմ ես, ռուսին է կարծում է թե հետն ինքը զորքն է քաշում, այն Ղարաբաղից, որ իր դրոշակով է հանդես գալիս, ողբամս քեզ, Մովսես Խորենացին ասել է մեր համար, բայց ես Կռեմլի համար եմ ասում։ Նիկոլի բարը հեղափոխություն բարը խնդալս գալիս է, հետ ինչ բարեր ես կպցնում իրար, ինչ հեղափոխություն։ Ճարպիկ մարդ, խորամանկ, որը բռնել է մի հատ ճշմարտություն, որի անունն է Մերժի Սերժին, այն էլ միամիտ ասել է չեմ դառնա, նորից է դիմե դարձել է, ժողովուրդը տեսնում է, որ աղքատ երկրում հարստանում են ղեկավարները, ինձ ավել ճշմարտություն պետք է, նշանակում է, որ խարդախություն է գնում, ծուր գործերով են զբաղված, կռված, պայքարած մարդիկ հանգարցակի գերի են դարձել նյութին, իրենց թվում է, եթե ինքը 2 միլիոն ավել ունեցավ, կյանքն ապահովված է, մոռանում, որ մեռնելու է։ Հանգարցակի այդ ժամանակ մի հատ խորամանկ մարդ է մեջտեղ գալիս, խիստ անպատրաստ, հեղեղուկ, թռիվրի, հանգարցակի կպցնում է դեղ մի հատ չգիտե հեղափոխություն ինչ, բացատրի ինչ նկատ ունես հեղափոխություն, դա հեղափոխություն չէր, դա ուղղակի ես որ տեսա վեր կացավ երկչախումբը ասեր հայեր ջան դուխով, մեկ է զգացի այ մարդ, եթե ես լավ երաժշտակ, ես միամիտն ու ես տգետն է վեր կենալու, վայ մեզի։ Եվ հանգարցակի ինքը դառնում է ղեկավար, անպատրաստ, անհավասարակշիռ, նարցիսիստիկ, տգետ, նույն ձևի հիստերիկությամբ տառապող իր կնոջով, հանգարցակի մեծ հայկական հարցը ընկնում է ճղճի մի միջակությունից մինուս մարդու ձեռքը լուծելու երեկվա իր ելույթը նորից, իր ելույթը մակում, անց որը նույնիսկ չգիտի մակը հայերի համար է ստեղծած, անց որը չգիտի, որ Վուդրո Վիլսոն ազգերի լիգան ստեղծեց, որ Հայաստանի մանդատ ստանա, անց որը չգիտի, որ այդ Հայաստանի մանդատով ինքը Կիլիկիայի մանդատը տվեց Ֆրանսիային, Անգլիային տվեցին Պաղեստինի մանդատը, Իտալիային տվեցին, Եթովպիային, մարդիկ քայլ են անում, բայց ազգերի լիգան ունի մանդատի տալու իրավունք։ Այդ մանդատը, այդ ազգերի լիգան 40 թվականից կոչվում է ՄԱԿ։ Ամերիկան ինքը վերցրեց Հայաստանի մանդատը, չի քննվում այս հարցը, փիք այնտեղ է։ Եթե ասենք Հայաստանի ղեկավարը
ով ուզում է լինի այնտեղ, ես ինքս այդ տգետներից մեկը չեմ խոսում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից, միակ իրավաբանական ճիշտ թուղթը, որ օրինական է, ինչ են խոսում, ինչ ես քննում, եթե դու միակ իրավաբանականից չես խոսում։ Նիկոլը մենակ նոյեմբերի 9-ի Մոսկվայի միած ստորագրությունը դրե հետա, իրեն թվում է պատմություն ընդեղից է սկսվում։ Եվ ամեն անգամ որ խոսում ես ինքը կոմֆորտ է զգում, ինչի է մարդը Բաթրիջանից խոսելուց լավ զգում, ասֆալտից լավ խոսում, այնտեղ տաքսիների փողերից, այ մարդ դրանք թող մարդիկ կլուծեն, դու գնա Վուդրո Վիլսոն, դու գնա ՄԱԿ, դու գնա միջազգային իրավունք։ Տիգրան Փաշաբեզյանը Հայաստանի օգտին միջազգային իրավունքի մեջ ինչ օրենքներ կան հրատարակել է, ծանոթ չի։ Ես է ծանոթ չէի, ծանոթացա Տիգրանի հետ, դոր իմացա, որ մենք ուղղակի տգետ ենք։ Տգիտությունը Դուք համարում եք իրեն տգետ, թե տգետ։ Թե որոշակի, այսպես ասած, հայկական հարցը փակելու ծրագրով։ Չէ, միտքս նայ, տգիտության մեջ դա էլ է մտնում։ Մեջ դա չի մտնում, հիմա կարա դավաճան լինի, մարդ կարա ծախված լինի, կարա գործակալ լինի, տգետ չլինի դա։ Չէ, գործակալը արդեն մարդը ոգեղեն էակ, ուրիշի գործակալ դառնալ արդեն տգիտություն։ Ես տեսնում եմ, որ այնտեղ տգետների հավաքածու ես հանդիպել եմ Արայիկ Հարությունյանի հետ, որը կարծեմ իր աշխատակազմից ես պատկերացնում եմ ում հավաքում, երբ ես աներոջս 3 գրքերն իրեն եմ տալիս 18 թվականին իրենք դարձել են արդեն իշխանության վրա են, ասի սա կատարում եք Սփյուռք Հայաստան միասնությունն ապավորելու համար, անցեք դասական ուղղագրությանը, մինչև 21 թիվը 22 թիվ այսպես է եղել, կապ չունի արևմտահայ, արևելահայ, աշխարհապարքամ, կրափար, ուղղագրությունը Մաշտոցյան է, որը Սփյուռքը կարողացել է պահել իր ձևով, իր բանով։ Ես խնդրում եմ, սա Մաշտոցյան համակարգված ուղղագրության պատմությունն է 500 էջ, Քոչարյանին գրած նամակով, որը լուր էլ չունի ինչ հայտի, պատասխան չստացավ, կաթողիկոսին գրած նամակով, պատասխան չի ստացել, ինքը գնաց առանց պատասխանի։ Դուք կմտնեք պատմության մեջ Սփյուռք Հայաստաններ դաշնակություն ստեղծելու։ Երկրորդ գիրքը Աբեղյանականների պաշտպանական մարտավարությունը եւ նրանց թյուրիմացությունները գրաբանական տեսության հարցերում։ Գրաբանական տեսություն բառը չի օգտագործվում, որտեղ նեղ է գալիս ինչ հանցակ է գործած մեր ուղղագրության վրա, լեզուն հետո է տվում։ Երրորդը հայ մտավորականների պահանջատիրությունը 3 հատորը տվի, ասի պիտի ուղղագրությունը փոխվի։ Ծանոթացեք։ Ես ձեզ խոսք եմ տալիս 4 տարի սրանով չզբաղվեմ։ Այսինքն դուխդ չի երիկում։ Ես նոր հասկացա, որ սա դուխը ուրիշ ճանապարհով է ասել, դուխը դրել աթոռի վրա, ինքը չի ոգևորվում, որ եզակի ազգ ենք, երրորդ թե չորրորդ ազգը, որը գրավոր այդպիսի հին պատմություն ունի, իսկ Բարկիրք Հայկազյան լեզվով մենք իրոք չորրորդն ենք, պատմության մեջ աշխարհում։ Դու դա ունես, հետը չես կապում, դու կարմատիցդ կտրված մի հատ ծառի ճյուղ ես չորանալու ճանապարհով գնացող։ Ես չեմ ասում ծաղիկ տալու, հայերենը դադարել է միջազգային հետաքրքրություն ներկայացնելուց, ինչի բառերը կեղծված, եղծված են 30-40%-ը։ Ինչ հեղափոխություն, սա ուղղակի տկետների պատահական իշխանության գալ է եւ ավելին Նիկոլի մոտ ղեկավարության մեջ մտնողը ինքը արդեն հիվանդ մարդ է, որովհետև ինքը անկեղծ չի։ Եթե մեզ համար մկրտելը հաջորդ կերոխում է, մեր անհաջողությունները շարունակվելու են։ Եթե երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթ հայրենասիրության մասին նրա հրաժարականի նախաբանը չի, մենք դերևս ազգովին չունենք այդ հասունությունը, ես դրանցից մեկը։ Մարդը ունակ չի միտք ձևակերպի, որը իմաստ է արտահայտում։ Իրոք, այսպիսի մարդիկ կարիք ունեն հոգեբուժի, հոգեբանի,
թող ապրի իրեն համար, ինքը պատրիջան աճեցնի եւ այլն, բայց եթե այդ գիտակցությունն ունի, ինձ ամենացավալին նա է, որ ինքը ներքին կոմֆորտ է զգում իր տգիտությամբ, իր սահմանափակությունը, չգիտեմ, գիտի թե չգիտի, բայց այդ կոմֆորտը, որ ինքը զգում է իր մեջ, ահա որ դա է։ Եվ մարդիկ կա ինչ ասեմ, սիրում են էծևի մարդկանց, հարգելի Փաշինյան, ուշ կարողություն քեզի խաղաղ ճանապարհով գիտակցաբար ընդունի, որ հայ ազգը իր Նեմրուդ դաղով եւ Մատենադարանով, իր հայկազյան բարարանով եւ մաշտոցով, իր մեր նույնիսկ չիմացած Վահագնի բանաստեղծությունը գիր գրականություն չենք ունեցել եկել այնտեղից, այս ազգը ես մհերի դուռ եմ տեսել վրեն սեպագիր արձանագրություններով, եթե այդ մակարդակը ես իմ մեջ չեմ վերցրել, են էլ այդ աթոռին ես չեմ նստի, բայց ես ինձ այդ աթոռի վրա եմ զգում իմ մակարդակի վրա, ոնց է զգում, ձեռքից սկալացած անում, ըստ քեզ ամեն ինչ ես անում, չէ էլի տեղեր կա, դեր զավակներս մաքսիմալ չեմ կարողացել այս գծի վրա դնել, Ինչը գծի վրա են։ որ իրենք էլ մասնագիտանում են, գնում են, որ ինքն է պիտի նվիրատվություն տա, ինքը պիտի իր ներսի սրտից եկած ազգային դուրքը տա, այլ ոչ թե մեկ ուրիշի խորհրդով դրանք անի։ Բայց եթե ծառավը չկա մեջը իշքան ուզում ես ջրի մոտ տար գին չի տանինք։ Ինքը գին չի տա այդ ջրի։ Ես հիմա հիացած եմ Ամերիկան ունեցել այսպիսի նախարարներ, պրեզիդենտներ, որոնք ինչպիսին է դարձել Ամերիկան, որ իր վեհությունը վախենում է ցույց տա։ Վերացող, կործանվող, ոչնչացվող ազգ է փրկում 130,000 որբ, սա աշխարհը չի տեսել, քաղաքակրթությունը չի տեսել, աշխարհի ամենահզոր երկիրը մտնում է քրդական չոբանների մոտ երեխակա ձեր տունը կա Ադնադր Բալաջան, օղլում Մոհամմեդ կողքից հարցնում է անունդ ինչ է Բալաջան, ասում է Վարդան, այս ոսկին քեզի էս էլ է հայ, 130,000 պատմությունը չի տեսել, եթե Ամերիկայի հետ խոսացող անձը, Հայաստանի դեսպանը, վարչապետ, արտաքին գործերի նախարար, սրանք աթոռներ չեն, սրանք քաղաքակրթության ստեղծած ազգի ձայներն են, հնչեցնողներն են։ Մի քանի օր էլ լավ կզգան իրենք, որ այս աթոռը զբաղեցնում են, հայկական հարց եզր հասկացությունը չի օգտագործվում։ Եթե Հայաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը չի օգտագործում հայկական հարց եզր հասկացությունը, տերմինը չգիտե որ եզր անշտակում, տերմինալ, աբեղյանական հայերեն է, չես հասկանում, Բաշտոցյանով ես գնում, հասկանում ես, մեր պատուհանը պատնահանած, ֆորմուլան հայերեն նշանակում է բանի ձևը, բանաձև, հայկական հարցը առաջի բանալին է, հարգելի վարչապետ, կապ չունի ինչքան ես նստելու, տգիտությունը ժպիտով, զորքով, բանդարկելով չի ծածկվում, խելքի արի, քաղաքավարի, խաղաղ ճանապարհով հրաժարվի, դուք այդ աթոռին արժանի մարդ չեք, կյանքը ցույց տվեց, ձեր վերջի ելույթ հայրենասիրության մասին տգիտության ստորագրություններ, ամոթ ես, բայց այնտեղ ես, խաղաղ հեռացի, այնպես արա չստացվի ցնցում, այս ազգը շատ է տեսել, կնա եռաբլուր, ներողություն խնդրի նոր հրաժարվի։